Այնպես որ ամեն ինչ հայկական ֆուտբոլում այս մասնագետը տեսել է։ Ի տարբերություն, օրինակ Սանդրո Պերկովիչ, Մանվելյան փոխանցում, Էլդերը կասեցնում է, բայց ամեն դեպքում արված էլ կատարեց։ Նոն առաջ անցնում հաշվի մեջ, Մանվելյանը կրկին առաջացել էր, գոլային փոխանցում նաև Մանվելյանի անվան դիմաց, լավ պաշտպանեց այս դրվագում, ական իներտ աշխատեց Ռաֆիկ Միսակյանը, ավակների բախումերի դեպ սա ևս կարելի արձանագրել, բայց թիմակիցները ուշացան, Հելդերը պտտվեց այնքան, որ հարվածելու պահ ունենա և հարվածը կատարեց։ Այստեղ առանց նայելու դեպ Բոակեն լավ չկասեցրեց գնդակը, բայց մոք չէ, այնտեղ էր Հելդերը և կարողացավ պայել խաղադաշտում գնդակը Ֆերեյրա։ Անգամից առաջ փոխանցում, դուրս եկավ Ֆիգերան, սխալվեց ու հիմա գնդակը հայտնվում։ Սխալվեց, բնականաբար սխալվեց Ֆիգերան, բայց շատ լավն էր խորքից փոխանցումը, Ֆիգերայի դուրս գալը նպաստեց, որ Մամբոն մի փոքր դանդաղացնի վազքը, այլապես հենց դարպասապայի ուղղությամբ էր նա լինելու Սայնտինին դիրքը կորցրել էր, մի խոսքով արագ խաղարկում, որը ստիպեց Նոայի ֆուտբոլիստերին դիրքային սխալներ թույլ տալ։ Իսկ Ֆիգերան Պայստայներին ևս նշեմ Շիրակի այս գրոյից հետո դեի ու փրկվում է, բայց ոչ, վերջում եզրափակում է այս գրոհը խաղադաշտ դուրս եկած Մարին Յակոլիշը, և Յակոլիշ միմյանց շնորհավորեցին, նորից Հելդերն էր ուշադրության կենտրոնում, Լազետիչը այստեղ իր վրա ուշադրությունը գրավեց մրցակցի պաշտպանների հետ փոխանցում կատարեց Օդեի հարվածը կարողացան փակել Շիրակի ֆուտբոլիստները, բայց ճիշտ բային ճիշտ տեղում հայտնվեց Մարին Յակոլիշը։ Ֆուտբոլիստները Սերգեյ Մուրադյան, Լազետիչին լավ արգելափակեցին, բայց գնդակը հեռացնել սեփական կիսադաշտից Շիրակի ֆուտբոլիստները չկարողացան, Հելդեր Ֆերեյրա նկատեց Օդեին կրունկով, շատ լավ թողեց դիմակցին գնդակը, Օդեին էլ դիրքային պայքար մղեց, Օդեի հետ փոխանցում Ավելյան ու գոլ։ Ու արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գնդակն ուղարկեց մրցակցի դարպաս։ Լևոն Դարփինյանը փորձեց խաղարկումով դուրս գալ, փորձեց չհեռացնել գնդակը ու արդյունքում սխալվեց։ Չկար խաղից դուրս վիճակ։ Եվ Օդեի այս ակտիվությունը ևս արդյունք տվեց։ Ոչինչ անել այս դրվագում Լովա Կարապետյանը չէր կարող։ Ուշադիր պետք է լինի, չմոռանանք, որ Խամոյանը դեղին քարտ ունի այստեղ և եթե չունենար հավանաբար այս դրվագում շատ հանգիստ կարող էր դեղին քարտ ցույց տալ, արված ու գոլ! 2-3 Շիրակը խաղի մեջ է, բայց մինչ այդ եկեք վայելենք այս գոլը խոտածածկից եղավ անդրադարձ ու չկարողացավ Ֆիգերան փրկել թիմին այս դրվագում։ Դարպասապային հարցեր բնականաբար կան։ Կոդյան է դիրքավորվել։ Կենտրոն։ Պաշտպանվում է արդեն մեծ ուժերով Դոանդ, միայն Լազետիչն է առջևում մնացել։ Նորից Դոնալդ Կոդիա բարձրից փոխանցում Տուգանային հրապարակ ու գնդակը հայտնվում է Նոայի դարպասում։ 3-3 ինչ սցենարով է ընթանում այս նավներ փոխանցումը երկու պաշտպանների կենտրոնում, ես իհարկե նշեցի դուբլ, բայց պետք է նորից նայել կրկնապատկերը, առաջին դրվագում էլ տպավորություն էր, որ ինքնագոլի
հեղինակ է դառնում Սերգեյ Մուրադյանը։ Պարզապես այնպես տոնեց այս գոլը, մաշնա, որ ես էլ շտապեցի ու նրա անվան դիմաց գնացեցի, բայց ոչ։ Կա Սուլիչը, Էլդեր ու գոլ! 24 խաղանոց մեջ Նոան անպարտելի է եւ եվրագավաթային այդ մարդագույն դիմակայությունից առաջ այսպիսի աղտական էմոցիաները բնականաբար Նոային